Տիկին Թովմասյան, երեկ Սերժ Սարգսյանը Տիտանակաբերդում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է եւ դրա իրականության համար, դա իրականացնելու համար կա հստակ ծրագիր։ Քանի որ դուք խմբակցության падգամավոր եք, ես ուզում եմ դուք ասեք, ինչ ծրագրի մասին էր խոսում Սերժ Սարգսյանը, եթե ունեք տեղեկություններ եւ ինչ մեթոդներով է պատրաստվում դա անել հանրապետականը, կրկին եթե մասնակից եք այդ process-ին, արձագանքեք կշարունակեք։ Շնորհակալություն, շատ ճիշտ նկատեցիք, քանի որ ես կուսակցական չեմ, այդքան ներքին պայմանավորվածությունները կամ ծրագրերը ինձ համար հասանելի չեն, ես տեղեկություն չունեմ շատ, բայց որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ժամանակը հասունացել է, այո, եւ ես հուսամ, որ գոնե մենք 2026 թվական չենք հասնի, բայց նույնիսկ եթե հասնում ենք 26 թվական, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջին տարին է։ Սա, որովհետեւ մենք էլ տեղ չունենք ոչ զիջելու, ոչ սպասելու եւ ոչ նոր մարտահրավերների համար, այսպես ասեմ, նոր զարգացումների պատրաստվելու։ Տիկին Թովմասյան, հիմա ընդդիմադիր քաղաքական խորհրդային ընդդիմադիր ուժերի տարբեր աջակիցներ, նաև ուժերից ներկայացուցիչներ շատ խոսում են իմպիչմենտի գործընթացի մասին, վարչապետին անվստահություն հայտնելու։ Այս հարցը պատիվ ունեմ խմբակցությունը կոնկրետ քննարկում է, պատրաստվում է կոնկրետ ինչ-որ ժամկետում ներկայացնել ազգային ժողովին նախագիծ, որին կառաջարկի միանալ նաև ընդդիմադիր մյուս խմբակցությանը, որպեսզի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն։ Որպես հավաքական տեսակետ պատիվ ունեմ, կարող եմ ասել, որ մենք իհարկե համարում ենք, որ իմպիչմենտը դա իրավական առումով լավագույն լուծումն է Նիկոլ Փաշինյանից ազատվելու եւ միակ իրավական ճանապարհն է խորհրդանի միջոցով, որպեսզի մենք կարողանանք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել եւ հեռացնել։ Բայց այս պահի դրությամբ մենք չունենք վարչապետի տեխնացու միասնական, որը որ կարող է կոնսոլիդացիա ապահովել նաեւ խորհրդանում, որովհետեւ իմպիչմենտի գործընթաց սկսելը մի բան է, ավարտելը մի բան է։ Սկսել կարող ենք հենց այս պահից եւ ես ուրա Հերմինեն, ես արդեն ունեմ իմ վարչապետի տեխնացուն, ես Հերմինեին առաջարկել էի, այսինքն սկսել կարող ենք միշտ, բայց գործընթացի ավարտի համար մեզ անհրաժեշտ են ձայներ, բայց այս պահի դրությամբ, ինչպես ֆիքսեցի, պատիվ ունեմ խմբակցությունը չունի վարչապետի տեխնացու, եթե լինեն այլ առաջարկներ, սիրով կքննարկենք եւ սիրով կհամաձայնենք։ Եթե նախագիծը չի ներկայացվում, պատճառը այն է, որ պատիվ ունեմ խմբակցությունը չունի վարչապետի տեխնացու։ Բա պատճառը հենց այդ է։ Այսինքն դրա համար նախագիծը չի ներկայացնում, որտեղ խմբակցությունը չունի վարչապետի տեխնացու։ Ես ունեմ առանձին որպես անկուսակցական падգամավոր։ Համեցեք Նարեկ ջան։ Տիկին Թովմասյան, որպեսզի իշխանափոխություն լինի, նաև պետք է քաղաքական ուժերին ժողովրդի անվերապահ աջակցությունը, բայց մենք տեսնում ենք ընդդիմադիր ուժերի կազմակերպած հանրահավաքներին, եթե հանում ենք բարեկամ հարևան խնամի ծանոթներին, շատ աջակիցներ էլ չկան։ Այսինքն ժողովրդի աջակցությունը չունեք, ինչպես եք իշխանափոխություն անելու։ Ես ուզում եմ ասել, որ ժողովրդի աջակցությունը ցավոք սրտի Հայաստանում քաղաքական շատ քիչ ուժեր կամ գրեթե չկան ուժեր, որոնք որ ունեն, հաշվի առնելով այն բոլոր հարցումները, որոնք իրականացվում են, եւ այդ բոլոր հարցումների արդյունքում Հայաստանի քաղաքացիների 70%-ը անտարբեր է։ Նրանք որևէ քաղաքական process-ի նկատմամբ հետաքրքրություն չունեն։ Եվ մենք ինչ խոսում ենք մեր բոլոր պրոյեկտները, մեր բոլոր կարծիքները, տեսակետները, վերլուծությունները ձևավորում ենք 30% ազնիվ եւ ներողություն ոչ թե ազնիվ, այլ ակտիվ նկատի ունեի, ակտիվ քաղաքացիների եւ ակտիվ ներգրավվածության ձգտող քաղաքացիների ակտիվության մասին մենք կարող ենք խոսել։ Մնացած 70%-ի մասով, այո, ճիշտ է, որ որևէ քաղաքական ուժի չեն վստահ։ Եվ այս առումով եւ կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ ինչպես տեսակ բոլոր վերջին տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այլևս չունի այն վստահությունը, այն հեղինակությունը, ինչ որ ուներ նախկինում եւ ընտրությունների միջոցով նույնիսկ հնարավոր է հասնել իշխանափոխության, ինչպես դա եղավ Գյումրիում եւ Փարաքարում։ Եվ եթե նկատեցիք, երկու տեղերում էլ հաղթեցին ընդդիմադիր տեխնացուներ, այսինքն ընդդիմադիր տեսակը, ընդդիմության տեսակետները այնուամենայնիվ շարունակում են մնալ դոմինանտ եւ ընկալելի քաղաքացիների համար։ Տիկին Թովմասյան, բայց այնուհանդերձ տարակուսելի չէ, որ 7 տարի առաջ համաժողովրդավարական շարժմամբ
մերժված երկրի ղեկավարը խոսում է մեծ վստահությամբ իշխանափոխության մասին, այսինքն նրան մերժել է ժողովուրդը եւ ինչու է նա հիմա փորձում էլի նման գործընթացների մեջ մտնել։ Նարեկ ջան, ես կարող եմ մի բան ասել, որ քաղաքացիների մեծ մասը, ովքեր որ համարում էին, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը պետք է հեռանա, եւ չմոռանանք, որ այդ թվում եղել եմ եւ նաեւ ես, բայց այն արհավիրքը, ինչ որ բերեց Նիկոլ Փաշինյանը մեր գլխին, մեր երկրի գլխին, մենք հիմա երանի ենք տալիս, այն մեր քննադատած ու մեր մերժած ժամանակները։ Այո, երանի ենք տալիս, որտեվ ունենք երանի եք տալիս։ Դուք սպասեք, ես ավարտեմ, Նարեկ ջան։ Ես երանի եմ տալիս այն Հայաստանը, որ մենք ունեինք Սերժ Սարգսյանի օրոք, եւ երանի եմ տալիս այն Արցախը, որ մենք ունեինք Սերժ Սարգսյանի օրոք, եւ նաեւ երանի եմ տալիս այն կոռուպցիոն համակարգին, որ կար Սերժ Սարգսյանի օրոք։ Դուք լսեցիք, ես դատախազին ինչ հարցեր տվեցի, կհետևեք հիմա իմ ելույթին, հետո կհետևեք նաեւ նիստերի դահլիճում իմ ելույթին ու կտեսնեք այդպիսի կոռուպցիոն գործարքներ, որոնք որ հիմա են տեղի ունենում, Սերժ Սարգսյանի օրոք երբևէ եղել են, թե ոչ, եւ որևէ իշխանության օրոք։ Բայց գուցե Հայաստանը եւ Արցախի ավերման պատճառ դարձան ձեր երազած այդ կոռուպցիոն համակարգը, որը Սերժ Սարգսյանի օրոք կար։ Դուք հիմա ես չեմ հասկանում ձեր հարցի իմաստը։ Ես ասում եմ, այն կոռուպցիոն համակարգը, որ կար, ավելի երազելի էր, ավելի երանելի, քան այսօր ինչ որ կար։ Որում չի կարող երանելի լինել։ Մենք ամեն ինչ խոսում ենք համեմատության մեջ, Նարեկ։ Եթե այդ ամեն ինչը լավ լիներ, ես հրապարակում չէի գնա կանգնի։ Ես դրա համար հատուկ հիշեցրեցի իմ անհամաձայնությունը։ Բայց ես ասում եմ, մենակ անիվի գործարքը, որ վերցնենք 25 միլիարդ դրամ, ժողովուրդ, այդ մարդիկ sense պատրեցին, շպրտեցին ու որևէ մեկը պատասխանատվություն չի կրում 22 թվականից սկսած։ Գործը կա, մեղադրյալներ չկան։ Այսպիսի գործ հիշում եք այն ժամանակ, մի հատ օրինակ բերեք։ Չէ, չեմ ուզում բանավեճի մեջ մտնել։ Օրինակ բերեք, մի հատ օրինակ բերեք, Նարեկ ջան։ Իշխանության օրոք կա կոռուպցիա, թալան եւ այլն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է Բայց ես չասեցի, որ լավ է։ Ես չասեցի, որ լավ է, ես ասեցի երանելի են, երբ որ համեմատում ենք։ Ես չասեցի, որ լավ է։ Եթե լավ լիներ, ես հրապարակում չէի լինի, Նարեկ։ Իսկ մի բան է կոռուպցիան գործընթացն ինչպես նշում եք, ավելի ահավոր են, քան նախկինում։ Այդ դեպքում հասարակությունը ինչու ավելի քիչ կոռուպացված ուժերի հետևից այս պահին չի գրում։ Ի՞նչն է խնդիրը, որ ընդդիմադիրները չեն հաջողում։ Ես ասացի, որ հասարակության 70% ժողովուրդ ջան անտարբեր է։ Ու այդ բանալին, եթե ես իմանայի, 70% գուցե խնդիրը, որ անտարբեր է, եթե ես այդ բանալին ունենայի, դա մի հոգու հարց չի։ Դա ամբողջ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի հարցն է։ Եվ այդ նաև այն խոսույթի հարցն է, որ ազգային ժողովում է, այդ նաև այն տեսարանների հարցն է, որ ազգային ժողովում հաճախ մարդիկ տեսնում են։ Այսինքն քաղաքական process-ների նկատմամբ կա տոտալ անվստահություն, եւ դա հենց ի սկզբանե ես իմ խոսքում արձանագրեցի։ Ակտիվ 30%-ը ընդդիմադիր է։ Ես թույլ տվեք ասել, ակտիվ 30%-ի մեծ մասը ընդդիմադիր է։ Կան, իրենք էլ կան փոքր մասնություններ։ Գյումրիում չտեսաք որ Չէ, նկատի ունեմ այդ երեք բաժանում եք այդ 30-ի մեջ։ Տիկին Թովմասյան, դուք որ ասացիք տեխնացու չունի պատիվ ունեմը, դրա համար նախագիծ չի ներկայացնում։ Իսկ օրինակ քննարկել է տեխնացուի հարցը ընդդիմադիր մյուս խմբակցության հետ, Հայաստան հետ։ Ինչու՞։ Գուցե իրենք տեխնացու որ իրենք տեխնացու ունենան, առաջարկեն մեզ, որովհետև մենք այդպիսի նախադեպեր շատ ունենք։ Եթե օրինակ հիմա մենք համատեղ նախագիծ ունեինք բան խոսել ենք, նստել ենք եւ որոշել ենք, որ էթիկայի հանձնաժողով ձևավորենք։ Եթե ունենան իրենք առաջարկ, բնականաբար մենք շատ օպերատիվ այդ հարցը միասին ինի կբերենք։ Ես ճիշտ հասկացա։ Բարձրացվում է Հայաստան խմբակցությունից Արցախից որևէ եղել է թե ոչ։ Կարող եք Հայաստանից հարցնել, սիրելիներս։ Ես Հայաստան խմբակցության փոխարինող չպատասխանեմ։ Այսինքն ես ես ճիշտ հասկացա, Տիկին Թովմասյան, դուք չեմ կարող ասել, որտեղ պատիվ ունեմ դաշինքը հիմա որպես այդպեսին գոյություն չունի արդեն։ Այսինքն շատ բան է փոխվել։ Տիկին Թովմասյան, դուք ուղիղ տարբերություն, այսինքն կապ տեսնում եք։ Տիկին Թովմասյան, ուղիղ կապ տեսնում եք, օրինակ Փաշինյանի Ադրբեջանի Թուրքիայի դրոշը այրելու կամ այսպես ցեղասպանության հետ կապված գնահատականները մեղմացնելու եւ Միացյալ Նահանգների նոր նախագահի ուղերձի մեջ, որտեղ տարբերություն Բայդենի ցեղասպանություն բառը չի օգտագործում։ Շատերն ասում են, որ եթե Հայաստանի իշխանությունը այսպիսի դիրքորոշում ունի, ինչ պետք է սպասել
այսպես ասած միջազգային հանրությունից, բայց ուղիղ կապ կա այս Ես հայտարարությունների մեջ։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը սինխրոն աշխատում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ եւ նա կկարողանար նախապես կամ թեկուզ հետո իմանար ինչ դիրքորոշում ուներ եւ ըստ այդմ ձևավորեր իր դիրքորոշումը։ Նիկոլ Փաշինյանը ավելի շատ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ է իր գործողությունները համաձայնեցնում եւ ընդ որում արդեն անթակույց եւ այդ հայտարարությունը պետք է դիտարկել այդ տիրույթում, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունն է փորձում սպասարկել։ Տիկին Թովմասյան, դուք հարցնեմ Տիկին Թովմասյան։ Փաշինյանի ասածների հետ, որովհետեւ մասնավորապես վերջին հատվածում Էրդողանը մեղադրում է Հենց եկավ կանգնեց սա թափանեց։ որպեսզի դարավոր այսպես բարեկամություն արմատներ ունեցող ժողովուրդների մեջ չխաթարվի։ Տեսնում եք նմանությունները։ Ես նմանությունները Թուրքիայի նախագահի եւ նաեւ Ալիևի հետ, Ադրբեջանի նախագահի հայտարարությունների հետ Նիկոլ Փաշինյանի շատ վաղուց եմ տեսել ու մենք շատ վաղուց ենք արձանագրել, որ նրանք երբեմն շատ դեպքերում գործում են սինխրոն։ Բայց այս դեպքում մասնավորապես երրորդ երկրին մեղադրում էր Էրդողանը, պետությունների հետ մեղադրում այս քննարկումը նաև Նիկոլ Փաշինյանն է ծավալում։ Այս հարցով ինչ կասեք, այսինքն սինխրոն է իրականացվում եւ հիմա փորձում է թշնամու տեղը փոխել։ Գիտեք, խնդիրը հետեւյալն է։ Իրենք փորձում են բնականաբար հնարավոր պատասխանատվությունից խուսափել եւ այդ պատասխանատվությունը որևէ կերպ պետք է երրորդ, չորրորդ, հինգերորդ կողմերի վրա բարդվի եւ իրականում խնդիրն այն է, որ նրանք փորձում են մեզ ազգովի պարտադրել, որպեսզի մենք մոռանանք ցեղասպանության մասին, մոռանանք մեր պատմական հիշողության մասին, դադարենք լինել պահանջատեր, որովհետև այդպես Ալիևին ու Թուրքիային եւ տվյալ դեպքում շատ ավելի հեշտ է։ Տիկին Թովմասյան, դուք հիմնական զեկուցողն եք Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցով, ինչպես գիտեք, ՀՊ խմբակցությունը որոշել է, որ դեմ է քվեարկելու այդ հարցին, դուք այդ դեմի տակ ինչ եք տեսնում, ինչով է պայմանավորված, քաղաքական դրդապատճառներ կան, թե պարզապես ինչի համար են ուզում ջրել հարցը։ Ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը իր խմբակցության որոշման արդյունքում ազդարարեց, որ ինքը հովանավորում է լրագրողների հետ լկտի վարքագիծը եւ ինքը հովանավորում է, որ այսուհետ Անդրանիկ Քոչյանը կարող է շատ ավելի վատ դրսևորել իրեն, քան դրսևորեց ձեզ հետ։ Եվ հետեւաբար այլ քաղաքական գնահատական այստեղ չի կարող լինել, մնացածը թույլ տվեք ասել ստախոսության ժանրի մեջ են, որովհետեւ իրենք որ ասում են մենք մշտական էթիկայի հանձնաժողով կձևավորենք եւ այլն, Ժորժ ջան, այդ մշտական հանձնաժողովը հետին թվով չի քննելու Անդրանիկ Քոչարյանի հարցը 1. Երկրորդ, էթիկայի հանձնաժողով մշտական որպեսզի ձևավորվի, դա պետք է լիներ ազգային ժողովի ձևավորմանը զուգահեռ, երբ որ ձևավորվում էին հանձնաժողովները։ Հիմա մենք սահմանադրության, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի փոփոխության ճանապարհով իրենք պիտի գնան, եւ այստեղ ես կարծում եմ, որ իրենք իրավունք չունեն այլևս ակնկալել, որ ասում են մենք ակնկալում ենք ընդդիմադիր ուժերի աջակցությունը, ընդդիմադիր ուժերը ձեզ չեն կարող աջակցել այն մի պարզ պատճառով, որտեղ դուք խաբեբա եք, դուք ստախոս եք եւ դուք չեք քննելու Անդրանիկ Քոչարյանի վարքը եւ հիմա հետագա, այսպես դնենք, ասենք ապագայի համար ապառնի ժամանակով դե 26 թվականին կձևավորվի խորհրդանը, 26 թվականի ուժերը կհամարեն, որ էթիկայի մշտական հանձնաժողով պետքա կձևավորեն, չէ, այս ինչ դերասանություն է։ Թամասյան դուք հիշեցիք, որ պատիվունը չունի տեխնացու դրա համար impeachment-ի գործընթաց չի սկսում, ոնց է հնարավոր, որ խորհրդանական ուժը, որը նախկինում տարիներ շարունակ իշխանություններ, հանրապետական կուսակցություններ եւ 20+ տարի իշխանություններ, հիմա ինստիտուցիոնալ կուսակցություններ ուժ է ու չունի տեխնացու, դա ոնց է հնարավոր։ Բայց չեք զարման, նորմալ է։ Հիմա եթե քաղաքական ուժը, հանրապետական կուսակցությունը եւ հայրենիք կուսակցությունը համատեղ որևէ տեխնացուի մասին որևէ հայտարարություն մինչեւ այս պահը չեն արել եւ որևէ որոշում չեն կայացրել եւ որևէ տեխնացուի շուրջ չկա կոնսենսուս։ Ինչի՞ զարման։ Տեխնատություններ քննարկում են։ Ոչ, մենք չունենք տեխնացու, Ժորժ ջան։ Եկեք սովորենք մի բան։ Դուք հարցնում եք պաշտոնական տեսակետ, հարցնում եք ունեք պաշտոնական տեխնացու։ Ասում եմ ոչ։ Ասում եք քննարկել եք, ասում եմ ոչ, չունենք տեխնացու։ Այդ դրանց ավելի չի։ Մի բան էլ հարցնեմ, էլի Տիկին Թովմասյան, դուք ասացիք նաեւ, որ դա է միակ ճանապարհը, իսկ այն իրավական միակ ճանապարհը, այո, ինչ կարող եմ ձեզ